Տեղեկացանք, որ առավոտյան ժամը 9-ից ինչ-որ խոզարկությունը իրավապահների գործողություններ են իրականացնում։ Ձեզ ինչ է։ Իզմիլյան բժշկական կենտրոնում։ Այո, մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք որ խոզարկություններ են անում, շուրջ արդեն 2 ժամ եւ ավել։ Մոտ 3 ժամ։ Մենք առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում եւ քննարկումը ընդհատվեց, քանի որ արդեն քննչական մարմինները եկել էին։ Եվ այդ պահից սկսած արդեն խոզարկումները իրականացում են 3 սենյակներում։ Ուրեմն տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում, բուժական գծով եւ ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում։ Դիմակավորված էին խոզարկումները։ Ոչ, դիմակավորված չէին եւ նաեւ արգելավել են գլխավոր աշխատապահի համակարգիչը եւ դուք տեսաք նաեւ այո, փոխտնօրենի համակարգիչը։ Այս բանի 2 սենյակներում պարոն Չարչյանի շարունակում են հիմա։ Փոխտնօրենի սենյակում շարունակվում է 2.5 ժամ խոզարկությունները, ինչ են փնտրում եւ այս հիվանդանոցը ընտրվել է, որովհետեւ սովորական մեծ հիվանդանոցներից մեկն է, որտեղ ֆինանսական ելումուտ է հետաքրում, թե ուղիղ կապ ունի մայրաթորի հետ, դրա համար է թիրախավորվել։ Ի վերջո չեմ կարող ասել, ես իմ կարծիքը կարող եմ ասել, իմ կարծիքով սա հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում է։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Այսինքն ամեն դեպքում սպասելի էր։ Իհարկե։ Իսկ որևէ կապ ունի պարոն Չարչյանի աջակցող խոսքի հետ։ Չենք կարծում։ Կարող է կապ։ Ինչ են փնտրում ի վերջո հասու։ Երկնչական կոմիտեն տարածեց, որ խոշոր չափի հարկեր չեն վճարել բացարձակ լկտի սուտ։ Մենք կապ չունենք նման բանի։ Իսկ դուք կարծում եք այնքան որ մի ձևակերպում եղավ, որ կարող է։ Ուղղակի իրանք արդեն ձևակերպումը պատրաստ եկել է։ Ուղղակի պետք է որ գային գործողությունները սկսեին, նոր հրապարակեին այդ ձևակերպումը։ Այսինքն ժանրի կանոններով եպիսկոպոսատ ժողովից առաջ հերթական միջոցներ, հստակ չեմ կարող ասել, բայց իրենք ամեն քայլի ընդունակ են։ Ամեն քայլի ընդունակ են եւ Սրբազանի ասացի համաձայն, եթե իրենք ամեն ինչ ընդունակ են, մենք պատրաստ ենք։ Բացարձակ մտավախություն չունենք, որտեղ մեր գործը արդար է։ Լավ, ամեն դեպքում տնօրենը Չարչյանն է, ով արդեն մի անգամ կալանավորվել է անցած եւ հիմա այլ արժեվում ընտրություններ։ Իմունիտետ է ձեռք բերել պարոն Չարչյանը։ Արժեվում ընտրություն։ Դուք կարծում եք պարոն Չարչյանի հեղինակությունն է պատճառը, որ նրանք եկել են այստեղ, թե եպիսկոպոսատ ժողովի։ Ես կարծում եմ պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, այստեղ կապ ունի հաստատությունը, որը եկեղեցապատկան կառույց է։ Պարոն Չարչյանը կլիներ, թե չգիտեմ Պողոսյան կամ Պետրոսյան կլիներ, սա էական չի։ Էականն այն է, որ սա եկեղեցապատկան կառույց է եւ իրենց հերթական հակաեկեղեցական արշավներից հերթական դրսևորումներից մեկն է։ Կաշկանդված են այստեղ ժանրները, աշխատակազմը։ Բացարձակ, աշխատակազմի մեջ որոշակի լարվածություն կա, բայց տնօրինության բացարձակ ոչ մի լարվածություն չկա։ Շատ հանգիստ, շատ հանդարտ։ Վախենան որ ձերբականություններ կսկսեն։ Հետո սկսեն։ Ինչից պիտի վախենան։